Ողջույն, այսօր կխոսենք խոճապային գրոհի եւ տագնապի մասին։ Տաղավարում հյուրընկալել ենք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ճիշտ մեզ զրույցը սկսենք խոճապային գրոհից։ Ինչ է այն եւ ինչպես է արտահայտվում։ Խոճապային խանգարումը դա պարոքսիզմալ, այսինքն նոպայաձև տագնապային խանգարում է, ըստ 10-րդ հիվանդությունների միջազգային դասակարգմամբ, նա դասակարգվում է 41 կեցերո ախտորոշմամբ։ Նշեմ, որ նա գերուժգին, անսպասելի, առանց օբյեկտիվ սպառնալիքների մի իրավիճակ է, ինչի արդյունքում անձը ունենում է վեգետատիվ նյարդային համակարգի կողմից որոշակի ազդանշաններ կամ այսպես ասած խանգարումներ։ Դրանցից են շնչահեղձությունը, սրտխփոցները, սրտի շրջանում ճնշող ցավերը, գլխապտույտները, բերանի չորացումը, ոտնահատակի տակ գտնվող բամբակի, այնպիսի մի զգացողություն է, որ բամբակի զգացողություն է, այսինքն դիսբալանս է նրանց մոտ քայլքի ժամանակ նկատվում, դերեալիզացիան, այսինքն անձի խորթացումը, դեպերսոնալիզացիան անձի խորթացում, դերեալիզացիան շրջապատի խորթացում, այսինքն իրանց թվում է ամեն ինչ աներիական եւ այդ վիճակում անձը գտնվում է բավականին գեր ուժգին վախի զգացումով, ինչի արդյունքում նրա մոտ տեղի ունենում գիտակցության նեղացում, այսինքն շրջապատի անձինք, ովքեր որ ցանկանում են նրան հանգստացնել կամ վերբալ բնույթի եւ այլն, չի ստացվում, քանի որ նա գտնվում է բավականին գերուժգին վախի ազդեցության տակ։ Եվ այդ ժամանակում նրան թվում է, թե նա կարող է ունենալ մահվան եւ խելագարվելու վախ։ Իսկ դրդող պատճառները որոնք են։ Դրդող պատճառները ներկայացնեմ ձեզ, սա մեր խոճապային խանգարման տեսակներ, մենք ունենք նաև ուղղակի տագնապային խանգարում, իրարից տարբերվում են ինչով, որ խոճապային խանգարման դեպքում այդ անձի տեսակին կամ պացիենտին ընդհանրապես շրջակա միջավայրը, թե որտեղ է գտնվում նա, կլինի նա գնացքում, կլինի նա տանը, կլինի մարդաշատ վայրերում եւ այդ երբ որ խոճապային գրոհը սկսվում է, նա օգնություն է ուզում։ Այսինքն խնդրելով շրջապատին ու խնդրելով ճակերտների մեջ ասած բղավելով, գոռալով, փրկեք ինձ, օգնեք, ես մահանում եմ։ Իսկ տագնապային իրավիճակների ժամանակ անձը ունենում է ոչ գերուժգին վախի զգացողություն, ինչի դեպքում մեծամասամբ այդ անձը կարողանում է իրան տիրապետել։ Այսինքն նշում են պացիենտները, որ բժիշկ, տեսեք, իմ մոտ կա անհանգստություն, լարվածություն, շչայեղձություն մեկտեղ, բայց ես կարողանում եմ ինձ տիրապետել, որ հանկարծ շրջապատը ինձ չզգա, որ ես ունեմ ինչ-որ խնդիրներ։ Խոճապի դեպքում դա չի գործում։ Խոճապը դա սկսում է անսպասելի գերուժգին եւ այդ անձը լքում է տարածքը։ Լքում է տարածքը, փորձում է օգնություն եւ նշեմ, որ այդ խոճապային խանգարման դեպքում, երբ որ տեղի է ունենում օրինակի համար տան մեջ, օրինակի համար սանհանգույցում կամ գնացքի մեջ մետրոներում, մարդը սկսում է արդեն աստիճանաբար անձը սկսում է աստիճանաբար այդ վայրից խուսափել, ինչը որ աստիճանաբար կարող է բերել կպչուն վախերի։ Կպչուն վախերի առաջացման դեպքում անձի կյանքի որակը սկսում է նվազել եւ դրա հետ զուգահեռաբար հնարավոր է անձը ունենա ռիտուալներ, այսինքն դրանք գործողություններ են, որոնք սուբյեկտիվ, այսինքն հանգստացնում են այդ անձին, որ այդ լարվածությունը իր մոտ անցնի կամ այդ խուսափողական վիճակը անցնի։ Նշեմ, որ մենք ունենք խոճապային խանգարում եւ ունենք խոճապային գրոհ։ Խոճապային գրոհը դա երկրորդային սիմպտոմատիկա է, այսինքն առաջնային փուլում մենք ունենում ենք դեպրեսիվ խանգարում, ինչի արդյունքում ունենում ենք խոճապային գրոհ, լրիվ խոճապային խանգարման նման սիմպտոմատիկաներով։ Եվ օրինակ կարող եմ բերել անձը ունի բարդության վախ, որը կոչվում է ակրոֆոբիա, եւ անսպասելի ինչ-որ բարդության մեջ գտնվելով նրա մոտ սկսում է խոճապային գրոհը։ Այսինքն եթե այդ անձին մենք բարդությունից դուրս բերենք, ինչ-որ հանգիստ ավելի իր համար վիճակ, գրոհը կանցնի։ Նշեմ, որ խոճապային խանգարման դեպքում մեծամասամբ անձինք սպասում են այդ խոճապային խանգարման կրկնվելուն, ինչի արդյունքում մեծամասամբ նրանք գտնվում են գրեթե լարված եւ անսպասելի սպասողական այդ վախի ներքո ազդեցության տակ։ Եվ ունենք հստակ վախ հասկացողություն, այսինքն մենք օբյեկտիվ վախի
զգացողության արտաքին աշխարհի իմպուլսը ունենք, այսինքն անձը նշում է, որ ինքը վախենում է, ասենք, բաց տարածություններից, վախենում է անձանց կամ շատ մարդկանց տեղ գտնվելու ինչ-որ վայրից, շփումից եւ այլն եւ այլն։ Դա հստակ մեր օբյեկտի կողմից գնահատված վախերն են։ Նշեմ, որ ամսվա կտրվածքում առնվազն 4 անգամ խոճապային գրոհների դեպքում գնահատվում է միջին աստիճանի խոճապային խանգարում, եթե շաբաթական տեղի ունենում 4 առնվազն 4 անգամ, ինչը իր տևողությունը տևելով ամիս, 1 ամիս, դա արդեն ծանր աստիճանի խոճապային խանգարում է։ Խոճապային խանգարումը ռուսերենով պանիկա, հուներենով պան բառից է գալիս, լեգենդ է դա, իհարկե, պանը նշվել է որպես հովիվների աստված, նա անսպասելիորեն հանգիստ միջավայրում բղավում էր եւ այդ ոչխարների հոտը խոճապարով փախնում էր այդտեղից, դա դրա ակնարկը։ Նշեմ, որ շտապօգնության 10-ից 20% կանչերի համաշխարհային ստատիստիկան է, մեծամասամբ 10-ից 20% խանգարումները տեղի են ունենում սրտխփոցներով, շնչահեղձության, սրտի ճնշող շրջանում ճնշող ցավերից, ինչի արդյունքում, այսինքն շտապօգնության կանչը գրանցվելով, բժիշկները գնալով, վիճակը գնահատելով, տեսնում են, որ ինչ-որ սուր պաթոլոգիաներ չկա, այլ դա խոճապային կամ գրոհներ կամ խանգարումներ, ինչի արդյունքում 19-րդ դարում ամերիկացի բժիշկ Դակոստան, հենց իր անվանումն մենք ունենք այդպիսի ախտորոշում Դակոստայի ախտորոշումը, դրա տրիադան, այսինքն եռյակը դա շնչահեղձությունն է, սրտի շրջանում ցավերն են եւ ճնշող ցավերը։ Դակոստայի համախտեիշը կամ զինվորի սիրտ է կոչվել, որովհետեւ 19-րդ դարում տեղի ունեցել պատերազմական իրավիճակներ, մեծամասամբ զինվորների մոտ են նկատվել վախի զգացումից կամ կարդիոֆոբիա։ Նշեմ, որ խոճապային խանգարումների ժամանակ անձինք երբեմն նշում են, որ ունեն բերանի չորացում, բերանի շրջանի հատվածի չորացում, ինչի արդյունքում երբեմն այդ անձինք ունենում են կլման վախ, այսինքն 4 սննդից չեն կարողանում նորմալ կլման ակտ կատարել, ինչի արդյունքում տեղ ունենում է վախ, որը կոչվում է ֆագոֆոբիա, եւ հետագայում կարող է այդ անձը սննդից էլ նույնպես հրաժարվի։ Խոճապային գրոհը ինչքան է տևում, այսինքն րոպե ժամ։ Տևողությունը, շնորհակալ եմ այդ հարցի համար, տևողությունը ընդհանրապես 30-ից 40 րոպե, առավելագույնը 1 ժամ։ Մնացորդային ժամանակահատվածի տևողությունը դա ուղղակի սպասողական վախն է անձի կողմից, չկրկնվի հանկարծ դա։ Այդ դեպքում ինչ պետք է անի մարդը, որ չխառնվի։ Նշեմ, որ չխառնվելը, եթե խոճապային գրոհի մասին է եւ մենք ունենք հստակ օբյեկտը, այդ օբյեկտից այդ անձին պետքա դուրս հանել եւ նա կհանգստանա։ Եթե դա որպես խոճապային խանգարում է, այդ ժամանակ գիտակցության նեղացման շնորհիվ խոսքային հանգստացումը այդ մարդուն երբեմն մեծամասամբ չի օգնում։ Այսինքն որոշակի ժամ անց, երբ որ գալիս է շտապօգնությունը, երբ որ գնում են իրանք բժշկի, հասկանում են ոչինչ չկա, արդեն ժամանակի ընթացքում անցնում է այդ խոճապային խանգարումը եւ անձը հանգստանում է։ Սակայն որպես կանխարգելում այդ անձին պետք է դիմեն մասնագետների, հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբույժ, ստանալով համապատասխան դեղորայքներ եւ բուժում։ Բացի դրանից նաև պսիխոթերապիաների արդյունքում անձանց պսիխոթերապևտը սովորացնում է այդ վիճակները ինչպես հեշտ եւ հանգիստ հաղթահարել։ Ինչ արդյունքում կան շնչառական վարժություններ, կա ռելաքսացիոն վարժություններ, երբեմն արտ-թերապիա են անում, թատերական թերապիաներ, երբեմն մուզիկալնի երաժշտական թերապիաներ, մի խոսքով կան զբաղմունքներ, որոնք պսիխոթերապևտները եւ հոգեբանները կատարում են այդ անձանց հետ։ Մեծամասամբ դրա հիմքում ընկած է մանկական տրավմաները, երբեմն այդ տրավմաները մոռացվում են անձի կողմից, ինչը կոչվում է մոտիվիրованная ամնեզիա։ Այսինքն այդ հիշողությունը չկա, ուղղակի անգիտակցության կանչն է տվյալ իրավիճակում։ Դա կարող է կապված լինել տան ինչ-որ մի իրի հետ, անձի հետ, շորի հետ, հոտի հետ, օրինակի համար, ինչ որ բերում է այդ խանգարման եւ այդ մասնագետների բուժման, զննման արդյունքներում պետք է գնահատվի այդ ոչ սպառնալիք վախի զգացողության իմպուլսը։ Եվ վերջ, տեսեք, խոճապային խանգարումը, երբ որ երկար է տևում անձանց մոտ, բերում է բավականին մի շարք այլ խնդիրների։ Դրանցից են
օրինակի համար սիրտանոթային համակարգի կողմից սրտի ռիթմի խանգարումների եւ զարկերակային ճնշման բարձրացման, աղեստամոքսային տրակտի կողմից գրգռված հաստաղու համախտանիշ ենք ունենում երբեմն այդ անձանց մոտ եւ գաստրիտներ, էնդոկրին համակարգի կողմից մեծամասամբ շաքարային հիվանդություններն են։ Վահանաձև գեղձը որպես պրովոկացիա կարող է առաջացնել խուճապային գրոհ, որպես այլ խանգարման, այսինքն պատճառ-հետևանքային կապը գնում է վահանաձև գեղձի որոշակի ֆունկցիաների խանգարումներից։ Խուճապային գրոհը եւ տագնապը կարող են առաջացնել ինչ որ հիվանդություններ կամ հիվանդությունները դառնում են տագնապի պատճառ։ Պատճառ, այո։ Հնարավոր է մակերի կամի ֆունկցիաների խանգարման ժամանակ ունենանք, գլխուեղի որոշակի ֆունկցիաների խանգարման ժամանակ ունենանք տագնապային խանգարման վիճակին բնորոշ սիմպտոմատիկաներ, անհանգստություն, լարվածություն, անքնություն, ոտքերի անհանգիստ համախտանիշ, եւ այդ ամենը կարող է բերել դեպրեսիային, քնի խանգարումներին եւ ինչպես նաեւ սուիցիդալ մտքերին, ինչ որ բավականին արդեն դա վերջնական ստադիան է։ Բացի այս խանգարումներից մենք նաեւ ունենք ընդհանրացված տագնապային խանգարում, այդ ժամանակ մեծամասամբ կանայք են ունենում այդ խանգարումը, ինտրովերտ կանայք, այսինքն ավելի քիչ շփվող, ավելի փակ կանայք, ովքեր գտնվում են մշտապես ստրեսային իրավիճակներում, թե գործը, թե աշխատանքի տեղը, թե տանը, մի խոսքով, եւ ունենում են մեծամասամբ ապագայի հանդեպ վախեր, տագնապներ, հարազատից հետ մի բան չլինի, երեխայից հետ մի բան չլինի, մի խոսքով։ Իսկ թվում է այդպես բոլորն են մտածում։ Այո, բայց ունենք նաև որ մշտապես են գտնվում այդ անհանգիստ, լարված, ջուրագրգիռ, անքուն սիմպտոմատիկաները բավականին շատ են։ Կարող ենք ասել, որ երկարատև սթրեսը հանգեցնում է խուճապային գրոհի առաջացման։ Երկարատև ստրեսի արդյունքում մենք երբեմն ունենում ենք հուզական ոլորտի բթացումներ, այդ ժամանակ ընդհակառակը կյանքի հանդեպ որակը եւ էմոցիոնալ համակարգը իջնում է։ Իսկն ոչ թե մենք ունենում ենք խուճապային ինչ-որ գրոհներ, խանգարումներ, այլ ընդհակառակը ավելի շատ հուզական էմոցիոնալ ոլորտի պասիվացում։ Երբեմն ասում ենք բթացում։ Հաճախ հոգեբանները նշում են, որ մարդիկ ովքեր շատ են դիմանում, շատ բան, այսպես ասած, ներս են գցում, իրենք են հակված նման խնդիրների, այդպես է։ Այո, ինտրովերտ, այսինքն ավելի փակ մարդիկ են դրանք, մեծամասամբ երբեմն լինում է, որ անձինք բավականին ծանրաբեռնված իրենց աշխատանքի արդյունքում ունենում են նաև այրման համախտանիշ։ Դա արդեն աշխատանքային այրման համախտանիշ է գնում, ինչը որ նույնպես պատճառ-հետևանքային կապերի կարող է բերել այդ խուճապային գրոհ կամ խուճապային խանգարման նույնպես հասկացողության, այսինքն անգիտակցական մակարդակը ցանկանում է հանգիստ միջավայր ունենալ, ինչը որ բերում է այդ վիճակին։ Ասացիք, որ ինքնասպանության մտքեր են առաջանում մարդու մոտ, այդ պահին ինչ անի ինքը, եթե տանն է լավ։ Դիմել մասնագետին կամ հարազատը դիմել։ Տեսեք, խուճապային խանգարումը ընդհանրապես ինքը իրանից այնպիսի մի վիճակ է, որ պացիենտը եւ հարազատը կդիմեն մասնագետների, սկզբնական շրջանում սրտաբաններին, այնուհետև նյարդաբաններին, այնուհետև նոր հոգեբան, հոգեբույժ կամ հոգեթերապևտներին, ռուսական լիտերատուրայի գրականության մեջ երբեմն այսպիսի մի ասացված կա՝ «Բեգущий сам за собой» այդ պացիենտներին, որոնք որ վերջնական փուլում նոր գալիս են դիմում են հոգեբանի կամ հոգեբույժի։ Նշել է, որ ունեցել են բավականին հետազոտություններ, բավականին ծախս են տեսել իրանց բուժման նպատակով, բայց անարդյունավետ, արդեն սկեպտիկ, անհավատ ձևով վերջնական փուլում դիմում են մեր նման մասնագետների կամ հոգեբույժ, հոգեթերապևտ, հոգեբան ու նշելով մենք հոգեկան չենք բժիշկ, բայց մեզ խնդրում ենք օգնեք։ Տարիքային առումով ամենաշատը որ տարիքի մարդկանց մոտ է հանդիպում խնդիրը։ Տարիքը մեծամասամբ, ասենց նշեմ, 20-ից 40 տարեկան անձանց մոտ է մեծամասամբ ստատիստիկան գալիս այդ խանգարումների, երբեմն ունենում ենք տարիքային կրիզիս հասկացողությունը 30-ից 40 տարեկան մոտ անձանց։ Այսինքն մինչև դառնում է սթրեսակայուն։ Ну, դրանից հետո, տեսեք, ստրեսի դեմ յուրաքանչյուր անձի տեսակ, ստրեսը յուրովի է ընդունում։ Անձի տեսակ կա կարող է շատ ծանր տանել, անձի տեսակ կա կարող է հանգիստ, ավելի համեմատած հանգիստ տանել եւ ի վերջո մենք բացի այդ ստրեսակայունության հասկացողությանը նաեւ այլ էմոցիոնալ համակարգի կողմից հասկացողություններ ունենք, երբեմն հասկացողություն կա տեսողական ապաթիա կամ լսողական ապաթիա, այսինքն այդ անձը
օրինակի համար տեսնելուց ոչ մի հուզմունք կարող է չզգա։ Կամ լսելուց ոչ մի հուզմունք չզգա, բայց տեսնելուց կա այդ հուզմունքը։ Կարող արտահայտվի որպես խոճապային գրող կամ խանգարում։ Դուք նշեցիք դիմում են վերջում հոգեբույժների, այո, մեծամասամբ մի 80-ից 90% անձինք դիմում են, երբ են դիմում, երբ որ կատարում են որոշակի հետազոտություններ եւ նշելով, փոխելով իրենց բժիշկներին, ոչ իմ խնդիրը կապված է սրտի հետ, բժիշկ ես չունեմ ոչ մի վախեր, ես չունեմ ոչ մի այլ հոգեկան խնդիրներ, բայց փաստացի ամբողջ այդ փաթեթը ստուգվելով հասկանում են, որ վերջո հասկանում են, որ դա տագնապային կամ խանգարում է տագնապային ֆոբիկ խանգարում է։ Հանդիպում են սխալ բուժման դեպքեր, այսինքն օրինակ դիմել են նյարդաբանի, դեղեր են նշանակել հանգստանալու։ Տեսեք, սխալ բուժումներ չեմ ուզում ինչ-որ ակնարկներ ներկայացնեմ, բայց պացիենտներ կան, որ դիմում են մեզ նշելով, որ իրանք անցել են բավականին շատ հետազոտություններ եւ իրենց ոչինչ չի օգնել։ Կամ վերջում նյարդաբան ասել է գնա հոգեբույժի կամ հոգեթերապևտի մոտ, ես նրա հետ վիճել եմ, դուրս եմ եկել եւ նոր եկել եմ ձեր մոտ, բայց ես էլի հոգեկան հիվանդ չեմ։ Բայց խնդրում եմ բուժեք։ Հակադեպրեսանտների օգտագործումից խոսենք, հաճախ եմ նկատում, այսինքն մարդիկ երբ սթրեսային վիճակում են, գնում են դեղատուն եւ գնում են համապատասխան դեղերը։ Սա վնաս է թե օգուտ։ Տեսեք, ինքնաբուժությունը միմիայն կբերի վնասի։ Մանավանդ հիմա այդ բանական ինտելեկտ ասվածը, որ ներկայացնում են իրենց կանգնատները եւ նա ստատիստիկայի բուժում է տալի, նշեմ, որ նա ուղղակի բանական ինտելեկտ է, նա մարդ չի։ Նա առանց էմոցիայի անձ է, ի վերջո, այո, իսկ բժիշկները էմոցիոնալ անձինք, էմոցիոնալ գնահատման նաև անձինք են, որը մեր մասնագիտության մեջ դա պետք է։ Եվ նշեմ, որ բացի անտիդեպրեսանտներից ունենք նաև այլ մոտեցումներ, այլ դեղորայքներ, դրանց մեջ մտնում են ցերեկային տագնապամարիչները, որոնք չեն առաջացնում քուն, տագնապային վիճակը հանգստացնում են, նորմոցիմիկներ ունենք, երբ որ էմոցիոնալ համակարգի նորմալիզացիա, այսպես ասած, այսինքն վերև եւ ներքևի տատանումը ավելի են պակասեցնում եւ անտիդեպրեսանտներն են։ Նշեմ, որ անտիդեպրեսանտների մոտեցումը երբեմն բերում է հակառակ ռեակցիաների։ Այսինքն անձը կարող է անտիդեպրեսանտ օգտագործել եւ խոճապային գրոհը կրկնվի։ Կամ արդեն իսկ դեղը խմելով ներշնչողական վախ ունենա, որ այս դեղը ինձ չօգնի կամ այս դեղը իմ հետ ինչ կլինի, այո, արհեստական իրամոտ սկսվի ինչ-որ վախի զգացողություններ ու հրաժարվի։ Ունեցել ենք այդպիսի դեպքեր, հրաժարվում են դեղորայքներից, զուգահեռաբար դեղ, փսիխոթերապիա եւ բժշկի հետ անմիջական շփում, այսինքն իր գանգատները, բողոքները միշտ ներկայացնի, որ փուլում ինչ զգացողություն է ունենում, որ փուլում իրեն ոնց է զգում եւ այլն, մեծամասամբ այդ անձինք ունենում են քնի խանգարումներ։ Տեսեք, երբ որ խոճապային խանգարումը տեղի ունենում տան մեջ, երեկոյան ժամին, մթության մեջ, այդ անձը ունենում է արդեն մթության կամ միայնակության վախ։ Ինչ որ աստիճանաբար կբերի այդ մարդուն մենակ չլինելուն, ինչ որ կբերի մթության մեջ նույնպես մենակ չլինելուն, հետը միշտ մարդ լինելուն, դա արդեն կյանքի որակի նվազեցում է, որակի իջեցում, անձը սկսում է խուսափել, աշխատանքի չգնալ։ Մի խոսքով, նույնը կարող է լինել սանհանգություն, լողանալուց։ Անձը հնարավոր է այդ գրոհից հետո վախենա մտնի արդեն։ Այսինքն կպչուն վախ լինի, որ ես վերջ կմտնեմ լողանալու եւ կունենամ այդ խանգարումը կամ այդ վիճակը։ Խոճապային գրոհի դեպքում կյանքին վտանգ սպառնում է։ Կյանքի վտանգ, սենց ասեմ, տվյալ պարագայում այդ վիճակներից առաջացած այլ սոմատիկ խանգարումների կբերի, բայց ինքը իրանով ուղղակի, քանի որ գերուժգին վախը եւ ցանկացած անձ, երբ որ ունենում է գերուժգին վախ, միմիայն առաջին իր վախը այն է, որ չմահանա կամ չխելագարվի։ Սուտ դա է, բայց դա տևում է որոշակի րոպեներ, 30 րոպե, 40 րոպե եւ վերջ։ Ընդհանուր այդ վիճակը անցնում է։ Մնացորդային երևույթները դա ուղղակի սպասողական կրկնվելու այդ վախի, գերուժգին վախի զգացողությունն է։
Եթե գրոհը լինում է օրինակ ավտոբուսում, մետրոյում, չգիտեմ, այդ պահին ինքն իրեն ինչպես օգնի մարդը։ Տվյալ պարագայում նշում կամ պետքա նախապես նշանակված դեղորայք ինքը ունենա, երբ որ զգում է այդ իրավիճակը սկսվել է, ինչ որ անսպասելի է սկսվում, եւ ինքը փրկության կարիք է զգում, հնարավոր է այդ մետրոյում այդ անձինք սկսեն շրջապատը սկսի իրեն օգնել, օրինակի համար այդ ավտոբուսի վարորդը կանգնի, շտապօգնություն կանչեն, համենայն դեպս ես իմ բոլոր պացիենտներին նշում եմ, որ ցանկալի է տագնապա մարիչները պահել ձեր մոտ, այդ պահին անմիջապես խմել։ Միևնույն է, մեկը տեսեք, դեղորայքը միջև սկսում է ազդել, ասում եք ժամանակ, տագնապնել է կամ խոճապային այդ գրոհնել է, միջև այդ փուլը արդեն իսկ անցնում։ Ուղղակի մնացորդ արդեն այդ հանգիստ վիճակը պահպանում է դեղորայքը։ Կա ռելաքսացիոն վարժություններ, շնչառական վարժություններ, որոնք սովորեցնում են հոգեբանները, փսիխոթերապևտները եւ հոգեբույժները տվյալ իրավիճակում ոնց ավելի մեղմացնել, բայց դա բավականին բարդ է։ Երբ որ անձը գտնվում է միայն կամ միանձնյա, ասենք, կամ մենակ լինելով այդ իրավիճակի մեջ, ինքը բավականին բարդ զգացողություն է եւ կառավարելի։ Օրինակ մեկ տարբերակ կա, ասում են շեղելու համար, էլի, տեսեք ինչ առարկաներ կան շուրջը եւ այլն, բայց մարդկանց հետ խոսել եմ, ասում են բացարձակ չի օգնում։ Չէ, տեսեք, դրա համար եմ նշում, այդ իրավիճակում անձի մոտ վերբալ կոնտակտը, որ իրան ասես օրինակի համար սա արա, այն արա, նա ուղղակի ուզում է փրկվի այդ իրավիճակից։ Դա համար տարբերություններից մեկ ուղղակի տագնապ եւ խոճապի դա է։ Տագնապի ժամանակ վերբալ կոնտակտ կարող է ստեղծել այդ մարդը։ Այդ մարդը գանգատ բոկավա, ես անհանգիստ եմ, լավ չեմ, ինչ անեմ, այդ վարժությունները, այդ ընկալիչների վարժությունները, տեսողական, լսողական, համի, հոտի կամ շնչառական վարժությունները օրինակի համար թղթյատոպրակի մեջ շնչելով, այո, ինչ որ բերում է ավելի այդ հանգիստ վիճակի։ Տագնապը եւ խոճապային գրոհը ինչու են անպայման կապում մանկության հետ։ Չի կարող մարդը մեծ տարիքում։ Տեսեք, կա մեր մոտ հասկացություն մանկական կոնֆլիկտներ, ստրեսներ, տրավմաներ, բացի դրանից ունենք նաև գենետիկ հասկացողությունը, այսինքն ժառանգական ֆակտորը, ծնողներից մեկը ունենում է որոշակի տագնապային ֆոբիկ հանգարումներ, կապ չունի անձի տեսակ է լինում։ Մի խոսքով, ինչ որ երբեմն մոռացվում է անձի կողմից այդ տրավմաները եւ մեծանալով ունենում են X իրավիճակը հիշեցնող, որը որ գիտակցական մակարդակում չկա, X իրավիճակը հիշեցնող մի վիճակ, որը բերում է այդ խոճապային խանգարում, բայց նա էլ չի հասկանում, թե դա ինչու է այդպես։ Հոգեբանի եւ հոգեթերապևտի զննումների եւ պացիենտի հետ բուժման արդյունքում հասկացողությունը այդ անգիտակցական օբյեկտի պետք է նրանք բարձեն։ Եղելությունը զուտ դա է։ Ինչը որ կոչվում է վերջնական փուլում insight, այսինքն նա հասկանում է իր եղելությունը, ինչի համար նա այդ վիճակի գտնվել կամ գտնվում։ Եվ հետո արդեն իսկ լրիվ լավացումը կամ հոգու լավացումը կոչվում է կոտարսիս։ Այսինքն հոգեթերապևտի միջոցով ի վերջո պարզում են այդ չլուծված խնդիրը։ Չլուծված խնդիրը, այո։ Եվ վերջնական բուժում հնարավոր է։ Վերջնական, տեսեք, վերջնական բուժումը ինքը եւ դեղորայքային է, եւ հոգեբանական, եւ հոգեթերապևտիկ։ Եթե հասնելով եւ հասկանալով խնդիրը, մենք այո հաղթահարում ենք վերջնական։ Լինում են դեպքեր, նշանակում ես դեղորայքներ, գնում են հոգեթերապևտների, հոգեբանների մոտ, դեղորայքը չխմելուց հետո որոշակի հետադարձ բնույթ, այսինքն ռեցիդիվներ են ունենում, այո, ինչը որ իրանից կրում է, ել ավելի բավականին ծանր աշխատակ այդ անձի հետ եւ հանձնել է արդեն երբեմն պարտվում, որ դա իր մոտ երկար է տևելու, բայց դա այդպես չէ։ Այսինքն մենք սկսում ենք նոր փուլ, նոր շրջան։ Չի բացառում, որ այդ կրկնվի արտաքին աշխարհի գործոնների ազդեցության տակ, օրինակի համար հարազատի կորուստ, աղետ, վեճ, նվաստացում, մի խոսքով այդ ամենն էլ կապ ունի այդ անձը, բայց մեծամասամբ նշեմ այդ անձինք, ովքեր որ հաղթահարում են այդ վիճակները, ավելի ստրեսադիմացք ունեն լինում մեծամասամբ։ Այսինքն նրանց այդ տակտիկաները, հոգեթերապևտների աշխատանքները հետագայի համարել են նրանց օգուտ տվյալ X իրավիճակը հաղթահարելու համար։ Կորոնավիրուսը 44-օրյա պատերազմը պատճառ դարձել է խոճապային գրոհների առաջացման։ Դուք հենց նոր նշեցիք ճիշտ եւ նշեցիք խոճապային գրոհ, որովհետեւ մենք ունենք
պատճառը հետևանքը պատերազմ, պատճառը հետևանք կովիդ, մահվան վախ։ Արդեն դա խոճապա։ Մահվան վախը ցանկացած խոճապային գրողների մեջ դոմինանտ է, ավելի գերիշխողը մահվան վախն է։ Եվ դա ինքնուրույն անցնում է, թե էլի երկարատև բուժում է պահանջում։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանային ստրեսակայունությունը, մենք մեծամասամբ տեսնում ենք պատերազմներ, տեսել ենք 3 պատերազմ, երկրաշարժ, մի խոսքով, բացասական, այսինքն ավելի դիմադրողականության շեմը մեր մոտ բարձր է համեմատած եվրոպական ազգերի հետ։ Ինքնուրույն կարողանում ենք հաղթահարել։ Երբեմն կարողանում ենք, բայց ինքնուրույնությունը երբեմն բերում է մեծամասամբ բացասական եւ գործողությունների եւ անձի որակի իջեցմանը։ Մի խոսքով, բավականին շատ են խնդիրները։ Հաճախ եմ նկատում, որ մարդիկ երբ ասում են ունեն տագնապ կամ խոճապային գրող, ասում են աղոթեք եւ կանցնի։ Հասկանում եմ, որ խոսքը կարեւոր է, բայց լինում է, որ աղոթքը նաեւ օգնում է։ Այո, տեսեք, նախ նշեմ, որ հավատը մեծ դեր ունի այս իրավիճակում, մեծամասամբ աղոթքը, խաչակնքվելը նրանց օգնում է այդ անձանց, որովհետև նրանք հավատում են, որ Աստված նրանց կօգնի։ Դա նույնպես ճակերտների մեջ եթե վերցնենք, նույնպես ինքնաներշնչման մի տակտիկա է, որը բավականին լավ արդյունավետ է։ Աղոթեն, բայց ինչ աղոթեն։ Աղոթեն, որ նա կօգնի, Աստված նրանց կօգնի։ Հավատն է կարևոր ստեղ։ Եթե հավատը կա, օգնում է։ Մեծ մասը որ խնդրի հետ է կապված, ինչպես սկզբում ասացիք, մանկական շրջանն է պատճառը, թե ուղղակի կյանքի ընթացքում ինչ-որ խնդիրներ։ Եվ կյանքի ընթացքում եւ մանկական պատճառը։ Մեծամասամբ մանկական խնդիրներն են։ Այո։ Ինչ որ մոռացված է։ Այսինքն ունեցել են ծանր մանկություն։ Չի բացառվում, որ ունեցել են ծանր մանկություն, չի բացառվում, որ ունեցել են X իրավիճակ կապված ծնողների օրինակի համար վեճի հետ։ Օրինակ, տան ինչ-որ իրադարձություն, որը նրանց մոտ ֆիքսվել է մանուկ ժամանակահատվածում, բայց մոռացվել է ներկայում։ Եվ այդ իրը, լույսը, գույնը, հոտը, համը, մարդը դա իրան հիշացնում է, բայց նա էլ չի հասկանում ինչն է պատճառը։ Եվ այդ խոճապային գրողը խանգարումը սկսվում է այդ անձի մոտ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք զրուցում էինք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանի հետ։